Մենք բոլորս եկել ենք Սերոբ աղբոր համար, լեգենդար հրամանատարի աղբեր, լեգենդար հրամանատար։ Շատ ցավալի է, որ ազգի ուժեղներին տանում են, դադում են, մի մատ երեխեքին էլ հանում են պոստեր, հետևներից ասում են, մենք պետություն ունենք, էսի պետության տնազ է, հետի ասելու բան չի, ցիրուցան ալնում ես ազգը, վերջ պետք է դրվի ես ամեն ինչին, թորներից կարոտ ամբողջ զորքը Սերոբին է սպասում, իր հրամանին է սպասում, իր կարիքն են զգում ընդե։ Անպայման, բա ոնց, բոլորն է սպասում են Սերոբին, իր ներկայությունը մենակ ընդեղ հերիք է, իր ոգեշնչում, իր ներկայությունը հենց ոգեշնչում է արդեն ամբողջ զորքին, շատ ցավալի է, շատ, որ մեր ազգը այս վիճակում է գտնվում։ Դել իրանք շնորհակալությունը եփ են հայտնել Ռուստամից, պետք է խոնարհվեին Շիրիմի դեմը, որ մեր ազգը տստղեր կտրե, շնորհակալության փոխարեն աղբորն են տարեբռնում։ Միգուցե թուլացնում են, էսի լավ հետևանք չունի։ Ադրբեջանի հետ խաղաղության գնալուն ընթառաջ։ Դե ով է հավատում Ադրբեջանին, քուրս, ով է հավատում։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանության վերինողակներն երևի։ Իրենք կրակում են Հայաստանի իշխանությունները արդարացնում են, որ մեզ Դե թուրքը միշտ դիվանագետ է, սողուն ազգ է թուրքը, որ պահին իրան ոնց պետք է տենց է խոսում, որ պահին պետք չի, ինչ ուզի անում է մեր ազգի գլխին։ Մենք էլ պարապվել ենք, սաղ ազգը հեռացել է իրարից, ցիրուցան է էլ է։ Այսինքն պատերը լիդերներին տանում դադում է, մնում են այս անզոր ժողովուրդը, մի մատ երեխեքին էլ հանում է պոստեր, հետևներից էլ ասում է մենք պետություն ունենք, էդի ասելու բառը, էդի պետության տնազ է ասում է, էդի ասելու բառը, ղեկավարի բառը էդի։ Չէ որ ինքը պետք է ուժեղը է, ղեկավարը որ ազգը իրան ուժեղը զգա։ Ես չեմ հասկանում, անհապաղ Սերոբին հանել է պետք ստից, որովհետև ամբողջ զորքը իրան է սպասում։ Այն տղաները, որ նվիրյալ են իրանց ազգին, իրանց երկրին, իրանց պետականությանը եւ արժանապատվությանը, այդ մարդկանց ուզում են կոտրած լինեն։ Բայց ասենք ազգի մեջ շատ կան Սերոբ Գասպարյանի նման նվիրյալներ շատ կան, որ չես կարող մեկին, երկուսին ասենք շինցու գործով փագելով մնացածի ոգին կոտրես։ Միշտ էլ մայրերը ծնել են հայրենասերներ, միշտ էլ մայրերը ծնել են նվիրյալներ։ Ու այդ նվիրյալների պայքարը միշտ է շարունակվելու է, քանի մեր ազգային ինքնասիրությունն ու արժեքները չի վերականգնվելու։ Այսինքն մեկ-երկու հոգի նվիրյալներին փագելով դա չի նշանակում, որ ժողովրդին կարած լռեցնես։ Ժողովուրդը իր խոսքը ասելու է, իր արդարությունը պահանջելու է։ Մենք պետք է հասնենք այնտեղ, որ մեր հերոսները, մեր կենթանի հերոսները, նվիրյալները լինեն մեր կողքին, ժողովրդի կողքին եւ մեր ժողովուրդն էլ իր խոսքը պետք է ասի։ Ոչ թե միայն մարտական ընկերները կամ նվիրյալները, այլ ժողովուրդիկն էլ իր խոսքը պետք է ասի, որ այսօր այդ մարդիկ են պահում մեր սահմանները։ Կռված տղեն է պահում ազգի արժանապատվությունը իր կյանքի գնով։ Բոլորը ունեն ընտանիք, երեխեք, բայց հենց ազգը վտանգի մեջ անգնում, իրանք թողնում են ամեն ինչ, զենքը վերցնում են, գնում են պատերազմ, ինչի համար, ազգի պատիվը պահելու համար։ Ու այսօր մենք այս մարդկանց դատում ենք, ուր մնաց արդարությունը։ Հրապարակ TV-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք աշխատանք շարունակում ենք ուղիղ եթերում, այս պահին Կոտայքի մարզի առաջին արձանի ընդհանուր իրավասության դատարանում ենք։
Սերոբ Գասպարյանն է հայրենիքին ծառայություն հատուցել, Ալեք Գիտենը Ռուստամ Գասպարյանը, Արզախի Ռուսան Գասպարյանը, որդին։ Սա միթե կրվող տեսակի կոնեն է այսպիսի գործերը։ Բնականաբար պարզ երևում է, որ պատահականություն չկա։ Նման գործերի մեջ չեմ կարծում, թե կլինի պատահականություն, եթե պատահականություն համարենք, ուրեմն կարանք համարենք, որ ցեղասպանությունից առաջ 500 մտավորականներին հավաքելն ու կոտորելն էր պատահականություն, Ղարաբաղի անձնելն էր պատահականություն, եթե այդպես համարենք։ Պարզ թշնամական կանխամտածված գործողություն է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայտարարում են 47 կիլոմետրանոց Ադրբեջանին ու Նախիջևանին կապող միջանցքի մասին, կարծում եք այս վերջնական ակտի իրագործման նախորդող իրողությունները։ Ես ինչ կարծում եմ, երևի դա չասեմ, իրանց հայտարարությունները Այսպես դիմադրության օջախներն են այսպիսով գործում։ Այո, այսպիսով փորձում են կոտրել դիմադրության օջախները, փոքր կայծերը, երբ որ հավաքվում են, ուզում են կրակ դառնան, բոց դառնան, իրանք անմիջապես կանխում են, որպեսզի Հայաստանում ազգային տեսակը գլուխ չբարձրացնի, հայ մարդը գլուխ չբարձրացնի, սա պարզ երևում է, իսկ ձեր ասած այդ միջանցքը ինքը իրանց հայտարարությունները իրանց ասում են այն, ինչ որ պետք է լսեցնեն հայ ժողովրդին, իսկ իրանք իրականում իրանց սատանայական ծրագիրները, թուրքական ծրագիրներն իրագործում են մեր հայ ազգի դեմ տարբեր ոլորտներում, տարբեր բնագավառներում, իսկ մեր հայ ժողովուրդն էլ իրանց ծրագիրներից անտեղյակ, սա ոչ թե ասենք մեղադրելու պահ ժողովրդին, այլ ժողովուրդը անտեղյակ է եւ չի ինչ որտեղ չի կարող եւ չի ուզում հավատալ, որ իր հետ կարող են այսքան վատ վարվել։ Ունկած փրկիչներ են ման գալի, բայց փրկիչներ ման գալու փոխարեն ավելի լավ կլինի, ասենք հայ մարդը ուղղակի որոշի պահի իր նվիրյալներին, հետևի իր նվիրյալներին, ասենք ընդհանրեն այդքան իմ կարծիքով։